Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, CVK-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հաղարծինի վանքի լուսարարապետ Տեր Տարոն Քահանա Հունանյանին։ Բարև ձեզ Տեր Տարոն։ Ողջույն։ Շնորհակալություն, որ համաձայնվեցիք զրուցել մեզ հետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին շրջանում կարծեք թե ավելի է սրվել որոշ եկեղեցականների եւ իշխանության միջև հարաբերությունները, այս հակամարտությունը ըստ ձեզ մինչև ուր կարող է հասնել եւ ինչպես եք տեսնում հանգուցալուծումը։ Բնականաբար ոչ ոքի համար ցանկալի չէ այս միջադեպերը, որ լինում են, եւ շատ տգեղ է եւ մեր ազգի համար եւ մեր պետության համար, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դրա կարիք կա, որ առաջացել է։ Եթե ամեն ինչ հաշտ լիներ, համահունչ լիներ կամ տանելի գոնե լիներ, բնականաբար այս խնդիրները չէին առաջանա։ Մենք բոլորս տեսնում ենք ամեն ինչ կատարվում է, գրեթե բացահայտ է, հայտարարվում է, ասվում է, նույնիսկ պետության ամենաբարձրագույն ամբիոններից, մենք էլ մեր ասելիքները մշտապես ասում ենք, չենք թաքցնում։ Ես կարծում եմ, որ ինչ լինում է Աստծո կամքով է լինում, եւ Աստծո կամքով պիտի լինի եկեղեցում այնպիսի միջավայր, այնպիսի կյանք, որը որ համահունչ լինի եկեղեցուն, այսինքն եթե դպրոց է, դպրոցում կրթությամբ են զբաղվում, եթե, չգիտեմ, գործարան է, այնտեղ արտադրությամբ են զբաղվում, եթե եկեղեցի է, ապա եկեղեցում է պետք է Աստծո խոսքի քարոզչությամբ զբաղվել, եկեղեցական գործունեությամբ զբաղվել։ Ատա Աստված, որ հասնենք այդ օրվան, որ եկեղեցին իրապես ունենա շատ նաև քահանաներ, հոգևորականներ եւ կրթի զարգացնի շատ իր ազգի զավակների, որ դառան հոգևորականներ, որ մեր ազգի հոգևոր առաջնորդության գործը Քրիստոսի կամքով, այսինքն բարիությամբ, ներողամտությամբ, ճշմարտությամբ կարողանանք առաջ տանել եւ իրական հովիվ լինել մեր ժողովրդի համար։ Այ քարոզիչների մասին խոսեցիք, վարչապետը վերջերս Գերմանիայում էր գտնվում եւ հայ համայնքի հետ հանդիպմանը նա ասել էր, որ մեր եկեղեցում քարոզ գրեթե չի իրականացվում, այլ հակառակը իրականացվում է քաղաքական քարոզ։ Ես խնդրեմ նաեւ այս մասով ձեր կարծիքը հայտնեք։ Եկեղեցում այսօր քարոզ իրացվում է քահանաների մակարդակով, ամեն քահանա իր ծուխից ներս, իր հովության մեջ, իր եկեղեցում, իր կատարած պատարագին, եթե վարչապետի խոսքը վերաբերում է առհասարակ եկեղեցու ավելի բարձրաստիճան եպիսկոպոսած մակարդակով կամ կաթողիկոսի մակարդակով խոսվելի քարոզներին, այո, բնականաբար գոհացուցիչ չէ, չկա, ինչ էլ որ կա շատ թույլ է, վերջին ժամանակներում առավելապես քաղաքական է դարձել, շատ ատելության խոսք կա ցավոք սրտի, ես ամեն անգամ մեծ ցավ եմ ապրում, երբ որ որևէ հոգևորականի բերանից ատելության խոսք է ելնում։ Ես տեսնում եմ, որ դա չարի ծանած զերմերն են, որ իրենց արդյունքն են տալիս։ Վարչապետը Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը նաև խոսել էր աղանդավորության մասին, որ այդքան շատ է խոսվում, եւ ասել էր, որ ամենամեծ աղանդավորը Կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատն են, նաև նշել էր, որ մարդկանց վանել են եկեղեցուց, այդ պատճառով նրանք գնում են եւ միանում են այդ աղանդավորական խմբերին։ Դուք ինչ կասեք այդ մասին։ Հարցը երկու մասից է բաղկացած, առաջին մասին անդրադառնալով պիտի նախ եւ առաջ հաշվի առնենք, թե աղանդավոր ասելով ինչ նկատի ունենք, եթե նկատի ունենք աղանդավոր անվանում ենք այն մարդկանց, ովքեր որ շեղված են ճշմարիտ հավատքից, զբաղված են քանդելու գործունեության, ոչ թե կառուցելու, ապա նմանություններ կան, այո, ցավոք սրտի կան այսօր նմանություններ, որ խոսքի ամենասկզբին հարցին անդրադառնալուց նաև ասացի, որ եթե ներքին վիճակը գոհացուցիչ լիներ եկեղեցու, ապա այս պորտկումը չէր լինի, այս պայթյունը չէր լինի եկեղեցու եւ պետության միջեւ, եկեղեցու ներսում, այս դժգոհություններ խոսքը չէր հնչի, ոչ ոքիս բերանից։ Բնականաբար ես իմ հոգևոր գործունեության ընթացքում շատ եմ տեսել ցավոք սրտի հոգևորականների, որոնց կերպարը, կեցվածքը վանող է եղել։ Այո, այդպես է նաև բարձրագույն իշխանություններից շատերի։ Դե այսօր համացանցում ենք, տեսնում ենք ինչ է կատարվում, եւ պատահական չէր, որ կարգապահական հանձնախմբի հետ ես չուզեցա հանդիպում ունենալ։ Իմ հանդիպման ժամանակ ես չուզեցի խոսել։ Պատճառը հենց այդ նույնն էր, որովհետեւ այն ժամանակ էլ ես նշեցի, որ այդ հանձնախումբը իր անձերի նախ հարցը քննելու կարիք ունի։ Այո, այսօր ցավոք սրտի եկեղեցու բարձրագույն իշխանության մեջ
Շատ մարդիկ կան, որոնք իրենց կեցվածքով չեն համապատասխանում եւ վանում են մարդկանց։ Այո։ Օրերս վարչապետը ներկայացրեց հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո։ Վստահ եմ դուք դա կարդացել եք, ինչ է կարծում, սա լուծման ճանապարհ է։ Ճանապարհ է իհարկե ճանապարհ է։ Ճանապարհներ կարող են տարբեր լինել, բայց ճանապարհը պիտի լինի այնպիսին, որ ընդունված լինի եւ եկեղեցու նիստուկացին համահունչ լինի եւ հոգեվորականների սրտով լինի, բայց ամենակարևորը ամեն մի ճանապարհ, որ ընտրվում է, պիտի Տիրոջ կամքով լինի, Աստծո կամքով լինի, Աստվածաշնչին համահունչ լինի։ Այո, մենք պիտի հիշենք առաջի դարերում քրիստոնեության ընթացքը, երբ որ կազմավորվում էր եկեղեցին, տեսեք, չէր կատարվում ամեն ինչը վարչական ձևով, այլ գերիշխող միտումը հոգևորն էր։ Այսինքն մենք եթե ուզում ենք եկեղեցին առաջնորդվի Քրիստոսով, մենք պետք է հոգևոր մարդ ունենանք որպես եկեղեցու գլուխ։ Հոգևոր մարդ, ով որ կարող է հոգևոր շունչ տալ եկեղեցուն, ում որ տեսնելով ամեն մի հայ զավակ կամ Հայաստանում ապրող կամ առաստաղ Սփյուռքում որովհետև ապրող մի մարդ, չէ որ ամենայն հայոց ուրեմն կաթողիկոսի պաշտոնն է սա, որ ում որ տեսնելով ամեն մի մարդ ոգեշնչվի այդ մարդու խոսքով, կերպարով, կեցվածքով, գործով, բայց այսօր ցավոք սրտի այդպես չէ։ Դեկտեմբերի 10-ից 12-ը նախատեսված էր եպիսկոպոսատ ժողով, որը չեղարկվեց եւ պատճառաբանություն չկար թե ինչի։ Ըստ ձեզ ինչու չեղարկվեց եւ արդյոք հնարավոր է մտավախությունը լիներ այն, որ մյուս եպիսկոպոսները եւս կմիանան այն 10 եպիսկոպոսներին, որոնք պահանջում են Կտրիչ Ներսիսյանի հեռացումը եւ կանգնած են վարչապետի կողքին։ Հետաքրքիր հարց եք տալիս եւ շատ պատասխանատու հարց, այդ հարցին ես կարող եմ ընդամենը իմ կարծիքը ասել կամ այնինչ ես գիտեմ։ Ես գիտեմ, որ դեռևս վաղուց շատ եպիսկոպոսներ կան, ովքեր որ կողմնակից էին այս փոփոխությանը եկեղեցում, այս շարժմանը, ոչ միայն 10-ն են, որոնք որ խոսել են, այլ շատ ավելին, թիվը մինչև 25 էր հասնում։ Վստահ եմ, որ այսօր էլ շատ բան չի փոխվել։ Իսկ թե ինչ կլիներ, եթե ժողովը լիներ, դժվար է ասել։ Մենք չենք կարող ասել ինչ կլինի վաղը։ Մտավախությունները իհարկե կարող են լինել։ Առհասարակ ժողովը ինչու կայացավ, ինչու չկայացավ, որն էր պատճառը, որ չկայացավ, նույնիսկ դժվար է ասել։ Ինչու նախաձեռնել այն, եթե նորից այն ներրել, կամ առհասարակ ինչն էր պատճառը, մեզ մի քիչ դժվար է հասկանալ։ Ամեն դեպքում ամեն մի պարզություն այս ընթացքի մեջ որ գալիս է, հեշտացնում է մեր կյանքը մեր բոլորիս, քանի որ բոլորս սպասման մեջ ենք եւ բոլորս էլ ուզում ենք, որ մեր եկեղեցում ապրություն լինի։ Այ առանձին շփումներում ձեր հոգևոր եղբայրները, որոնք բացահայտ չեն ասում, որ ուզում են, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա, ինչ են խոսում։ Բացարձակ մեծամասնություն ուզում են, որ հեռանա, բայց բոլորը չեն խոսում։ Շատեր պարզապես չեն սիրում խոսել, չեն ուզում խոսել։ Ես էլ չեմ սիրում խոսել։ Ես այսօր ձեզ մոտ եկա եւ առաջին անգամ այդ ձևաչափով որ ես խոսում եմ, քանզի տեսնում եմ այսօր որ կարիք է կա խոսելու, որովհետեւ չխոսելով բան չի փոխվի։ Ես իմ Facebook-յան հայտարարության մեջ էլ առաջին գրառումը որ ունեցա, գրել էի, որ խոսելու ժամանակն է։ Այո, խոսելու ժամանակն է։ Մեզ էլ դուրս չի գալ, ես էլ չեմ սիրում բեմ ելնել, բայց եկել է խոսելու ժամանակը, որ մենք բոլորս համարձակություն ունենանք խոսելու։ Եթե մենք տեսնում ենք խնդիրը կա եւ տեսնում ենք բոլորս, այդ խնդիրը իրեն չի լուծվում։ Մենք տեսնում ենք, որ տարիներ շարունակ այն չի լուծվում եւ գնալով ավելի խորանում։ Եվ այսօր կտրվում է ժողովուրդը հոգեվորականից։ Առավել եւս բարձրագույն հոգևոր ուրեմն եկեղեցական բարձրագույն մարմինը եկեղեցուց իրական ժողովրդից կտրվում է, իրական ժողովրդի պահանջներից։ Դրա համար խոսելու կարիքը կա եւ շատ հոգևորականներ, հատկապես քահանա մեր եղբայրներից,
մեզ կողմնակից են, շատ-շատեր ուզում են խոսել, շատ-շատեր դեռևս ինչ-որ բանի են սպասում, ինչ-որ պահի են սպասում, վստահ եմ շատ-շատեր կխոսեն, շատ-շատ նաև սրբազան հայրեր, այո, ուղղակի ամեն մի մարդ այսօրվա այս քաղաքական դարձած այս ընթացքի մեջ կարծես թե վախենում է, որ իր ընթացքը կարող է քաղաքական երևալ, մարդիկ վախենում են ցեխոտվելուց, այո, այսօր մենք մի բառ խոսում ենք և համացանցում ով ինչ ուզում գրում է, դրա համար շատ-շատեր վախենում են նաև դրանից, ինչու՞ չէ նաև մենք տեսնում ենք, որ եկեղեցում կարծես թե զենք է դարձել, որ ամեն մի խոսողի կարգելույց անեն կամ կարգելույց հռչակեն, կարգելույց անել իհարկե չեն կարող, ամեն մայրաթորի կամ չգիտեմ կաթողիկոսի անունից բառովեց կարգելույց հռչակեն, կարող է նաև դա էլ ազդել քահանաների վրա, չնայած այսօր ես կարծում եմ, որ արդեն շատ-շատ բացարձակ մեծամասնություն հոգևորականության տեսնում է, որ իր ուժը կորցրել է այլևս մայրաթորի այդ գործելավոճը և շուտ թե ուշ սա կավարտվի։ Այգե շատի պատարագից հետո Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը լրագրողների հետ զրույցեր ունեցել եւ հայտնել էր, որ վարչապետը պատրաստ է հանդիպել վեհափառին եւ նրա հետ քննարկելու նրա հանգստի եւ եկեղեցական բազում հարցեր։ Ըստ ձեզ ինչու նա կաթողիկոսը քայլ չի անում այդ հանդիպման։ Կաթողիկոսի անելիք չանելիքները նախ պետք է կաթողիկոսին հարցնել։ Ըստ իս նման քայլ անողը կարող էր ինքը նախաձեռնել։ Ես իմ իմացած տեղեկությունների հիման վրա խոսեմ, որ եպիսկոպոսները ժամանակին դիմել են իրեն, մինչև իրենց բացահայտ խոսելը, դիմել են իրեն, որպեսզի գնա երկխոսի, ինքը չի ցանկացել։ Ասել է, որ չի ուզում, դուք գնացեք խոսեք։ Այդպես էլ եղավ։ Հիմա թե ինչու չի ուզում, ես չեմ կարող ասել։ Ես կարող եմ հասկանալ թե ինչու, բայց ես չեմ ուզում ենթադրություններ անել կամ չեմ ուզում իմ կարծիքը այս հարցի շուրջ բարձրաձայնել, չեմ ուզում վատաբանողական լինի իմ խոսքը, թեկուզ եւ կաթողիկոսի անձի շուրջ։ Նայեք, նա անհիմն կարելի ասել մեղադրանքներով ձեզ Տեր Թադեին, Տեր Արամին կարգալույց հռչակեց, մինչդեռ շատ ակնհայտ էր մեղադրանքը Արշակ Սրբազանի նկատմամբ տեղեկատվությունը ճիշտ էր, ինչպես իրենք պնդում էին, որ դա կեղծ է, ինքը չէ տեսանյութերում, բայց այդպես էլ չլսեցինք Կտրիչ Ներսիսյանից որևէ խոսք կարգալույց անելու կամ թեկուզ որևէ դիտողություն անելու Արշակ Խաչատրյանին։ Ինչով է այս կողմնապահությունը պայմանավորված։ Խնդիրը կարող է ավելի խորը լինել։ Նրանք երկար տարիներ միասին են կողք կողքի աշխատել են, երբ իրար մասին շատ ավելի շատ բաներ գիտեն եւ վտանգ կա մեկը մյուսին թողնելու։ Սա իմ ենթադրությունն է, բնականաբար։ Գուցե կոմպրոմատները շատերը այդպես են կարծում։ Դե նույնն եմ ասում ես, բայց նորից եմ ասում, ես չեմ խոսում, այս մասին ես չեմ ասում փաստերով, որևէ բան չեմ փաստում, հավանականությունը շատ մեծ է, բայց ես չունեմ փաստեր, ուստի ես չեմ բնդի այդ հարցում։ Ինչ վերաբերում է Արշակ Սրբազանի գործին, ապա հենց նա էլ ներկա էր հանձնախմբում, որի հետ ես չուզեցա, որ իմ հարցը քննվի, ում հետ ես բանակցեմ, ով որ կարիք ունի ինքը ղարքապահական հանձնախմբի հետ իր հարցը նայելու։ Դրա համար ես չմասնակցեցի, թերևս այսքանը չգիտեմ, չեմ ուզում վատ բաներ ասել մարդկանց մասին։ Ես չեմ դատողը, դատողը երկնքում է, մեր Տեր Աստվածն է, ինքը կդատի։ Դուք երկար ժամանակ ձեր ծառայության բերումով շփում եք ունեցել Բագրատ arczepiskopos-ի հետ, որը ներկայումս գտնվում է կալանավայրում, կոնկրետ մեղադրանք է նրան առաջադրված։ Երբ որ նա որոշեց մուտք գործել դեպի քաղաքական ասպարեզ, դուք ինչպիսի դիրքորոշում ունեցաք։ Իմ հարաբերությունները Բագրատ Սրբազանի հետ շատ մտերմական են եղել, մենք շատ երկար ժամանակներ առիթ ենք ունեցել առանձին զրուցելու, տևական ժամանակներ, շատ հաճախ մեր քաղաքական հայացքները բախվում էին ընկերական պարզապես զրույցների ժամանակ, եթե ես նրան համախոհ լինեի այս հարցում, ես էլ ամեն օր իր հետ ցույցի կլինեի, բայց ես չէի գնում գրեթե, որովհետև ես կարծում եմ, որ դա ճիշտ ժամանակը չէր որևէ քայլ անելու, այլ այդ արված քայլերը ճիշտ չէին։ Դրա համար էլ
հաջողություններ չունեցան եւ ես կարծում եմ առասարակ որ ես շատ եմ աղոթում Բագրատ Սրբազանի համար, ես շատ եմ սիրում նրան, թող Աստված իրեն առողջություն պարգևի շատ, բայց ես կարծում եմ որ մենք պետք է մեր բուն առաքելությունը հոգևոր պահենք, որպեսզի կարողանանք Տիրոջ խոսքի քարոզիչները, զավակները լինել մշտապես։ Այո, մենք կարող ենք մեր կարծիքը նաև ասել, բայց մեր առաքելությունը չէ դա։ Եվ այդ չարությունը, հա, նրան կարծեք թե այդտեղ որտեղ ինքը ծառայություններ իրականացնում, մինչև այս աղմուկ աղաղակը, մինչև իր քաղաքական այս հայտարարությունները անելը սիրում էին։ Ինչու այդպես չարացավ, ինչու այդպես փոխվեց, հա, այն էլ հոգևորականը կարող էր այդ տեսակ անեծքախառն հայտարարություններ անել իշխող ուժի եւ առհասարակ իրենց ընդդիմացողների մասին։ Իհարկե ցավալի է, որ նպաստավոր պայմաններ ստեղծվեցին, որպեսզի Սրբազանը չարության խոսք ասի, ատելության խոսք հնչեցնի։ Ես տեսել եմ, ինչպես տարբեր մարդիկ մեզ հյուր են գալիս այդ օրերին եւ այդ ատելության միջավայրը լինում է իշխանությունների հանդեպ, խոսվում է։ Բնականաբար ես չեմ ուզում որևէ վատ բան ասել որևէ մեկի մասին, բայց ես տեսնում եմ, որ դա վատ արդյունքի բերեց եւ այսօր ցավոք սրտի Սրբազանը բանտում է այդ չարության խոսքի արդյունքում։ Կխնդրեմ նաև անդրադառնանք ձեր կարգալուծությանը, ինչպես տեղեկացանք, դրա հիմքերը ավելի վաղուց են գալիս, կխնդրեմ մի քիչ մանրամասնեք։ Տեսեք, կարգալուծության հայտարարությունը բնականաբար ես անվավեր եմ ճանաչել, քանի որ ես ինքս գնացի եւ խնդրեցի, որ անձնախումբը իր անձերի հարցը քննի, այնուհետեւ անդրադառնա ինձ։ Եթե անձնախումբը անդրադառնար, չգիտեմ, օրինակ Արշակ Սրբազանի հարցին եւ վերանային իրենց անդամների ուրեմն կազմը, նորից ինձ հրավիրեն, ես նորից կգնայի։ Այնպես չէ ես ասելու բան չունեի։ Իհարկե ես ասելու բան շատ ունեմ եւ իրենք էլ լավ գիտեն որն է իմ ասելիքը, բայց խառնել իմ ասելիքը այսօրվա այս ընթացքին, այն որ իրենք արեցին, ճիշտ չէ։ Ես իմ հարցերով, իմ անձնական հարցերով դեռևս երկար ժամանակ առաջ եմ իրենց դիմել, կաթողիկոսին ամենահայտնի դիմել, որը լուծում չի ստացել կամ սխալ լուծում է ստացել, որը վատ արդյունքների է բերել, բայց եւ այնպես ես Տիրոջը աղոթել եմ եւ իմ մեջ ատելություն չի առաջացել։ Ես վրերով լցված չեմ եղել, ես հաղթարել եմ ամեն մի չար մոտեցում, որպեսզի ես չունենամ ատելություն, ոչ կաթողիկոսի հանդեպ, ոչ այն մարդկանց հանդեպ, ովքեր որ այդ գործում իրենց բացական ազդեցությունը ունեցան, այլ ես դատավոր Աստված է, ես ով եմ որ դատեմ։ Ուստի իմ ազգական հարցով ես չեմ անդրադարձել, բայց հենց ես սկսեցի խոսել ուրեմն այս եկեղեցում կատարվող այսօրվա իրադարձությունների մասին, հենց իմ հրապարակումը եղավ Facebook-յան, նույնիսկ մինչև այդ էլ 1-2 օր առաջ կարծես նրանք զգում էին եւ ինձ որոշ խողովակներով փորձել են գտնել, դիմել, թող գա, տեսնենք ինչ է ուզում, ուր ուզում է նշանակեն, գնա ծառայի, բայց ես չեմ ուզեցել իհարկե, որովհետև արդեն ուշ է, արդեն կա հիասթափություն, ժամանակին երբ որ խնդիր կար եւ այդ խնդրի համար ես դիմել էի իրենց, իմ զավակի առողջական խնդիրներ, որ իմ ծառայության վայրի հետ անհամահունչ էր եւ դա կաթողիկոսի հրամանով նույնիսկ ստուգվել է իրենց իսկ նշանակած մարդկանց միջոցով, բայց երբ որ ես հանդիպում ունեցա կաթողիկոսի հետ տարիներ առաջ, երբ որ պիտի Տավուշ գնայի, ես ներկայացրեցի, որ այնտեղի կլիման էլ համահունչ չէ, այնտեղ ծառերը շատ են եւ այլ երեխան ալերգիա ունի եւ ասթմա է առաջացել նրա մոտ, ալերգիկ, ինձ չհավատաց պարզապես, նույնիսկ այդքան ստուգումներից հետո կաթողիկոսը ինձ ասում էր, որ ես ասում եմ, որ լողավազանի կարիք կա, որ լողավազան լինի այն բնակավայրում, որտեղ ես պիտի ծառայեմ, որպեսզի իմ երեխան կարողանա գնալ այցելել լողավազան, որպեսզի թոքերը վարժեցնի, որ աշխատեն, այդ հիվանդության համար դա բուժում է, ինձ ասում էր թող գնա Սևանա լճում լողանա։ Կարծես ծիծաղում էր ինձ վրա։ Ինչպես շատերին իր մտերիմներին այլ տեղեր ուղարկում էր ծառայություն։ Ամեն դեպքում։ Եվ երբ որ
երբ որ իր խոսքը եզրափակում էր, ինձ ասաց, որ այդ խնդիրները իմ կինն է հարուցել եւ ուզում է Ռուսաստան գնալ, այո, ուզում է Ռուսաստան գնալ, եթե նա քեզ հետ չգա ծառայության, ես քեզ հնարավորություն կտամ գնալ նորից ամուսնանալ։ Այսպես էր ինձ ուրեմն ուղղորդում հայոց հայրապետը, ում որ ինձ հայր են կարգում, ում ես պիտի հնազանդ լինեմ։ Բնականաբար սրանք փաստեր են, որոնց մասին ես երբեք չեմ խոսել եւ կարեւորել չեն, սրանք այսօր արդիական չեն, ես չեմ եկել այսօր սրա մասին խոսելու։ Ես եկել եմ այսօրվա մեր անելիքների մասին խոսելու։ Այսօր մեր եկեղեցում պիտի հոգեվոր մարդիկ լինեն։ Եվ երբ որ ինձ հարց են տալիս, դուք ինչպես եք դավաճանում ձեր հորը, ձեր հայրերին, կաթողիկոսին կամ սրբազաններին, ես անվանում եմ, որ ես չեմ տեսել այդ հայրությունը կաթողիկոսից։ Շատ կուզեի, որ ինքը ինձ հայր լինել, բայց չի եղել երբեք եւ չի այսօր։ Եվ դուք ձեր կարգապահական այդ վարույթի օրը լրագրողների հետ կարճ զրույց ունեցաք եւ ասացիք, որ Բագրատ Գալստանյանը եւ թեմի առաջնորդն էր ձեզ արձակուրդ է տվել եւ այդ մասին էլ կխնդրեմ, հա, մի քիչ մանրամասն։ Այո, սիրելիներ, երբ որ այս խնդիրները եղան եւ կաթողիկոսը այս հարցը չկարգավորեց, ես ստիպված եղա գնալ ծառայության Տավուշի թեմում, սիրով գնացի եւ սիրով էլ ծառայեցի։ Բագրատ սրբազաններ շատ այցելություններ ենք անում, բոլոր զոհված ընտանիքներ ենք այցելել, զրուցել, ծանոթացել, տեղեկացել այդ մարդկանց, աղոթել միասին։ Իմ ծառայության բնույթը մի քիչ այլ էր։ Ես Հաղարծինի վանքում էի եւ ամեն օր շփվում էի ամբողջ աշխարհից եկած տուրիստների հետ, զբոսաշրջիկների հետ եւ կարծես ուրիշ առաքելություն է զգում, որ Աստված ինձ Վարդենիսի հովությունից հանելով տարավ Հաղարծին ավելի լայն շրջանակների կարծիքը իմանալու, հասկանալու եւ ես տեսնում եմ աշխարհով մեկ եկած մարդկանց կարծիքները թե եկեղեցու, եկեղեցական իշխանությունների մասին, եկեղեցու խնդիրների մասին, թե պետության, թե սփյուռքի եւ այդ ժամանակներից սկսած ինձ մոտ ուսումնասիրություններ էին սկսվել եւ ես անձամբ սկսում եմ անդրադառնալ թե ինչ է կատարվում առասարակ պետության մեջ, ինչ է կատարվում առասարակ եկեղեցու մեջ։ Եվ այսօրվա այն ինչ որ ես խոսում եմ, դեռևս դա 22 թվականն էր։ 22 թվականից ես ծառայության եմ անցել Տավուշի թեմում, չնայած Տավուշի թեմի այսօրվա պատասխանատուն թեմի հրապարակել էր, որ ես 22 թվականից բացակայել եմ եւ այնտեղ ներկա չեմ եղել։ Ես էլ այդ օրը կարգապահականից դուրս գալուց հայտարարեցի, որ պաշտոնապես հայտարարում եմ, որ ստում է։ Այնուհետև ես համացանցում տեսա տեղեկություն, որ իբր ես եմ ստում, բայց Մայրաթորի այդ կարգալուծության տեքստի մեջ Մայրաթորն էլ հաստատեց, որ ինքն է ստում, քանզի որ Մայրաթորի տեքստի մեջ նշված էր, որ 24 թվականից իբր ես չեմ այցելել, բայց 24 թվականի փետրվարի 5-ին Բագրատ Սրբազանի հետ ես համաձայնության եկա այն մասին, որ Սրբազանը ինձ թույլատրեց անժամկետ արձակուրդ գնալու։ Ուրեմն կաթողիկոսի կայացրած որոշումից բնականաբար նաև իմ ընտանիքը դուրժեց, այդ պայմաններում երեսկինը եւս չէր կարող նստել, սпасել ինչպես երեխան մեր աչքի առջև պիտի վնասվի իր առողջությունը, չգիտեմ, ինչև մահվան։ Այս հարցին լուծում տրվեց նաև Բագրատ Սրբազանի կողմից, Սրբազանը թույլատրեց, որ ընտանիքը Երևանում լինի։ Դրանից ինքն էլ կդուրժեր, բայց ամեն դեպքում ինքն էլ էր ասում, ես ինչպես սпасեմ, ինչև այս երեխան վնասվի։ Ես շնորհակալ եմ նրանից, այսա հայրություն է, բայց ուրիշ մարդկանցից ես չեմ տեսել այս հայրությունը, առավել եւս կաթողիկոսից։ Լավ։ Ուստի եկան խնդիրներ առաջացան կամած աստիճանաբար, երբ որ արդեն ընտանիքը բաժանվելու եզրին է։ Լավ, եւ այս պահին ես Հայաստանում եմ, իմ ընտանիքը Ռուսաստանում է գտնվում։ Ցավալի է, բայց այսպես է եւ փաստ է։ Եվ այս ամենով հանդերձ ինձ մի օր Մայրաթորից չկանչեցին եւ չասացին, քեզ ինչով օգնենք։ Կամ չկանչեցին եւ չասացին, արի կարգապահական հանձնախումբ, քո հարցերը քննենք։ Բայց երբ զգացին, որ այսպիսի հայտարարություններ պիտի արվի, անմիջապես ինձ հիշեցին։ Եվ ինչ որ խողովակներով փորձում էին ինձ գտնել։ Այսինքն երբ իրենց գահը երերում է։ Այո, հատկապես երբ որ ես Facebook-յան իմ առաջի գրառումը ունեցա, նույն ինքը Արշակ Սրբազանը, շատ այլ մարդիկ, նույն ինքը Տավուշի թեմի հիմիկա պատասխանատուն առաջնորդի տեղապահ եւ այլ մարդիկ փորձել են բազմիցս տարբեր խողովակներով իմ
ազգական այլ հոգևորականների միջոցով ինձ գտնել, առաջարկներ անել, որ ես գամ ինձ իբր լավ պաշտոնի նշանակին, բայց ես չեմ եկել այստեղ պաշտոն ուզելու, ես չեմ եկել ինչ-որ լավ տեղ ծառայություն գտնելու, ես եկել եմ, որ խոսեմ արդարության մասին, ես եկել եմ, որ իմ փոքրիկ նպաստը բերեմ, այսօր խոսեմ, բարձրաձայնեմ, իմ հոգևոր եղբայրների հետ զրուցեմ, ասեմ, հասկացեք, ժամանակն է եկել խոսելու, այո, մենք ոչ մեկս չենք ուզում բացի Աստծո խոսքից այլ բան խոսել, բայց երբ որ դրա կարիքը կա, պետք է խոսել։ Նայեք, դուք ներկայացրեցիք, թե որքան զրկանքների միջով եք անցել, բայց դեռ պայքարում եք ձեր իրավունքների համար, նաև եկեղեցու ապաքինման համար։ Ձեր կոչը այն մարդկանց, այն հոգևորականներին, որոնք դեռ երկմտում են միանալ ձեր պայքարին, թե ոչ։ Որպես պատասխանից նախաբան ասեմ, որ իմ անձնական հարցը այս հարցի հետ կապ չունի։ Եթե որևէ մեկը կարող է կարծել մեր հոգևոր եղբայրների մասին է խոսքը եւ առասարակ, թե ես եկել եմ այստեղ իմ խնդիրները կարգավորելու, ոչ, իմ խնդիրները դեռևս 1.5-2 տարի առաջ կարգավորելու կարիք ունեին։ Եթե այն ժամանակ չեմ եկել, չեմ դիմել, ուրեմն դրա համար չէ, որ եկել եմ։ Ես եկել եմ այսօր, ինչպես նշեցի, եկեղեցու բարեկարգության համար։ Եվ այդ հարցում կոչ եմ անում իմ բոլոր հոգևոր եղբայրներին, հատկապես քահանա եղբայրներին, ովքեր որ արդար կյանքով են ապրում, ովքեր որ չեն շնանում, բարեկեցիկ կյանքով են ապրում, բարի մարդիկ են, Տիրոջ խոսքի քարոզիչ են, ժողովուրդը մարդիկ իրենց սիրում են, հասկանան, որ միայն իրենց հովության մեջ ծառայությամբ չեն կարող փրկել հայ եկեղեցին։ Այո, դա էլ է ճանապարհ, բայց դա շատ փոքր է եւ այսօր մեր եկեղեցում մի անգամ ես դա այդ մասին խոսել եմ, արտակարգ իրավիճակ է։ Եվ արտակարգ իրավիճակի ժամանակներում օրենքները փոխվում են, ճիշտ է։ Արտակարգ իրավիճակների ժամանակում օրենքները փոխվել են եւ այսօրվա կարիքը այն է, որ մենք քահանաներս հատկապես բոլորս խոսենք, բարձրաձայնենք, ասենք խնդիրները, ասենք մեր ցանկությունները եւ ոչ թե ոմանք փորձեն ինչ-որ պաշտպանել կաթողիկոսին ինչ-որ ակնկալիքներով կամ մի խումբ իրենց խմբի միջի քահանաները փորձեն իրեն պաշտպանել, մնացյալ քահանաներն էլ չուզենալով որևէ տեղ երևալ, որևէ բան խոսել, որևէ վնաս կրել, թաքնվում են եւ լռում են։ Դա հարցի լուծում չէ։ Սիրելի քահանա եղբայրներ, սիրելի հոգևորականներ, սիրելի հայ ժողովուրդ, եկել է խոսելու ժամանակը, բոլորս պիտի խոսենք։ Տեսնենք այն ճանապարհը, այն եկեղեցին, որը մենք ուզում ենք։ Այդ եկեղեցին պիտի լինի Քրիստոսով, Քրիստոսի խոսքով, բարությամբ, սիրով լցված եւ ներողամտությամբ։ Շնորհակալություն։ Շնորհակալ լինենք Տիրոջ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հաղարծինի վանքի լուսարարապետ Տեր Տարոն Քահանա Հունանյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար